Բարև ձեզ, իրականում եթերում հարցազրույցի ժամը, ես զրուցել եմ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Մկրտչյան, լավ եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Տիկին Մկրտչյան, տեսեք, այս ընթացքում, այս տարիների ընթացքում խորհրդարանում աշխատում եք եւ որոշակի առումով կա ակտիվություն, որոշակի առումով նաեւ կա пассивություն։ Пассивություն դրսևորվում է, երբ որ Նիկոլ Փաշինյանն է գալիս խորհրդարան եւ օրինակ որոշակի ընդդիմադիր հատվածի մոտ հարց է առաջանում, ինչու է պատիվ ունեմը հեռանում, չունի հարցեր Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունք է, ինչի հետևանք է, գուցե վախ կա խմբակցության կողմից, արհամարանք է, ինչ է այդ ամենը։ Նախ սկսենք ձեր ձևակերպումից խորհրդարանում աշխատանքի վերաբերյալ։ Ես անկեղծորեն չեմ համարում, որ այդ խորհրդարանը աշխատելու տեղ է, որովհետև նախ 2021 թվականից հայտնվելով այդ խորհրդարանում շատ հստակ ուղերձներ եւ սկզբունքներ կար այնտեղ լինելու, եւ դա շատ հեռու էր խորհրդարանական աշխատանք ասելուց, որովհետև ըստ էության ես կկեղծեի այն իրականությունը, որ կա Հայաստանում, իսկ ես կներեք, բայց իմիտացիաներ անելու ոչ հավես ունեմ, ոչ ժամանակ եւ ոչ էլ տրամադրվածություն երկրում տիրող այս իրավիճակի, այս ողբերգությունների դավաճանները եկել են Հայաստանում իշխանություն են զավթել, ես էլ պիտի գնամ ձևացնեմ, թե պարլամենտական աշխատանքով եմ զբաղվում, խորհրդարանական աշխատանքով, գործուղումները ալենի կամ դրանցից որևէ մեկի հետ գնալը, գիտեք ինչ աշխատանքային գործունեության մի հատված է, այդպես չի։ Մենք 2021 թվականին վերցրել ենք այդ մանդատները իմ խորին համոզմամբ կեղծված ընտրություններից հետո եւ ես դրա մասին առաջին օրվանից եմ խոսում միայն մի բանի համար հնարավորություն ստանալու խորհրդարանական գործիքներն օգտագործել Նիկոլին անվստահություն հայտնելու եւ վարչապետի աթոռից վռնդելու համար տրամաբանությունը եղել է այդպեսին ինչ վերաբերվում է այո չի ստացվել ես ձեզ հետ համաձայն եմ արդյունք չկա նշանակում է թերացել ենք ու շատ ենք թերացել որովհետեւ ամիսներ անց այս խորհրդարանի իր աշխատանքը կավարտի եւ ընդդիմությունը ինչով ասես զբաղվել է այդ պատերի ներսում, բայց ոչ կամային եւ վճռական դիրքորոշում ներկայացնելով Նիկոլին հեռացնելու մասով։ Ձեր դիտարկումները Նիկոլից վախենալու կառավարության այդ հարց ու պատասխանին մասնակցելու մասով։ Ես կարծում եմ մեր այն քաղաքացիները, ում հետաքրքիր է եղել նաև այդ իշխանազավթման ենթարկված նաև ազգային ժողովի շենքը օրենսդրի տրամաբանության մեջ, իրենք հետևել են իմ գործունեությանը, պատիվ ունեմ խմբակցության մնացած պատգամավորների գործունեությանը, ովքեր շատ ընդդիմադիր պատգամավորների ես նաև խմբակցության մասին եմ ասում, ովքեր Նիկոլի առաջի վարքյանից այդտեղ հայտնվելու առանց վախի կամ ձևացնելու թե գիտեք ինչ չի կարելի մենք ինչ որ կեղծ քաղաքակրթությամբ ենք զբաղվում, կեղծ քաղաքական օրակարգեր ունենք, Նիկոլին դավաճան մի ասեք, Նիկոլին իշխանազավթ մի ասեք եւ այլ տրամաբանության մեջ կարծում դուք էլ կփաստեք, որ մենք այդ տրամաբանության մեջ չենք գործել եւ այդ բռնությունները, որ մեր նկատմամբ կիրառվել են, անհանդուրժողականությունը, որ մեր նկատմամբ կիրառվել է, մի բանի համար ա եղել, որտեղ մենք այդ դրված եւ դասավորված խաղի կանոնները իհարկե չենք պահել։ Ինչ վերաբերվում է հիմա այնտեղ չներկայանալուն նախորդող կառավարության հետ հարց ու պատասխանները ձևական իմաստով կառավարության հետ հարց ու պատասխանները մենք օգտագործել ենք ուղղակի Նիկոլի երեսին ճշմարտությունը շպրտելու համար եւ այն ինչ մեր հասարակությունը եւ մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունը իր մասին մտածում է իրեն ասելու այո մենք իրեն հարց չունենք ինքը իմ համար նի ռուկապաժատնի անձնավորություն է ինքը իմ համար մարդ է որի հետ ես չունեմ բնականon ընթացքի ձևացնելու կամ ինչ որ աշխատանք ձևացնելու հնարավորություն ինձ համար միակ դրական լուծումը ընդհանրապես մեկ ճանապարհն է իրա հեռացումը ինչ վերաբերում է հիմա մասնակցության բացակայությանը ես կարծում եմ դուք լավ կհիշեք որ դիմադրության շարժման ժամանակ որոշում էր կայացվել այլևս չմասնակցելու մենք մեր որոշման մեջ համատեղ որոշման մեջ այնքան կայուն ենք որ շարունակում ենք այդ որոշումը պահել ովքեր են այդ որոշումը ճիշտ հասկացած ձեռք է բերվել Հայաստան եւ պատիվ ունեն դա երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև ովքեր որոշեցին որ դուրս են գալիս ազգային ժողովից պայքարելու փողոցում եւ միայն փողոցային պայքարի կոնկրետ տրամաբանական հանգուցալուծումն է, որ բերելու է ազգային ժողով շատ հստակ օրակարգով։ Այդտեղ որտեղ էր մտնում նորից հետ գալ Նիկոլին հարցեր տալ, ես չգիտեմ, չեմ հասկանում, մինչև հիմա էլ չեմ հասկացել։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն հստակ ուղենիշին, որ մեզ համար սրա հեռացման ճանապարհներն են միայն այդ դահլիճ բերում, միայն իր հետ առերեսման բերում, այլ ոչ թե կներեք տարբեր տեսակի հարց ու պատասխանները։ Տիկին Մկրտչյան, դուք շեշտեցիք, հա, գործիքակազմի մասին անվստահության, իմպիչմենտ
իմպիչմենտ հայտնելու, ի վերջո պատիվ ունեմի նախաձեռնությանը միացավ Հայաստան դաշինքը, չնայած որ ի սկզբանե նրանց ներկայացուցիչների կողմից այդ գործընթացը ոչ այդքան լուրջ էր որակվում, բայց այնուամենայնիվ իրենք էլ միացան իրենց ձևակերպմամբ անլուրջ գործընթացին, կար հավաստիացում, որ քաղաքացիական պայմանագրից եւս կլինեն падգամավորներ, ովքեր կմիանան, չնայած այն հանգամանքին, որ ձեր վարչապետի թեկնածուն այս պահին կալանավորված է, բայց ինչպես նաև ձեր կուսակցության նախագահն է նշել, նա շարունակելու է մնալ վարչապետի թեկնածուն, բայց ամեն ինչ բնականon, հա, այսպես ճակերտների մեջ ասած գնում է, բացի նրանից, որ ՔՊ-ից падգամավոր է միանում։ Բնականոնության մասով այդքան էլ ձեզ հետ չեմ համաձայնի, որովհետև իմ ընկալումն ու պատկերացումը այն էր, որ գոնե թե ցանկացած ընդդիմադիր падգամավորի, ով Նիկոլիի դեմ է պայքարում, նախաձեռնություն, որը միտված է Նիկոլին հեռացնելուն, պիտի վայրկյանների ընթացքում միանային մնացած բոլոր ընդդիմադիր падգամավորները, ու ես սա ինչ-որ ապրիորի եզրակացություն չեմ անում, նախորդ շարժումների ընթացքում դրանք վայրկյաններ են տևել, ստորագրություններ հավաքել, նախաձեռնությունների տակ ստորագրել, հայտարարությունների տակ ստորագրել, մենք 34 падգամավորները վայրկյանական հավաքվել եւ այդ ամեն ինչը իրականացրել ենք։ Հիմա չգիտես ինչի անհասկանալի եւ իմ համար արհեստական ինչ-որ խոչընդոտի մենք հանդիպեցինք, շատ զարմանալի խոչընդոտի, որը դուք բնորոշեցիք իրենց բնորոշմամբ ասեցիք անլրջության մասին, բայց շատ ավելի ծայրահեղական բնութագրիչներ կան, որ իբր Նիկոլին իմպիչմենտ հայտնելը Հայաստան դաշինքի դեմ է, Ռոբերտ Քոչարյանի դեմ է, ինձ համար դուք չեք կարող պատկերացնել իմ զարմանքը ուղղակի, երբ ինձ մոտ տպավորություն էր, որ պետք է այդ թուղթը տեխնիկապես մեր խմբակցությունից հասնի Հայաստան խմբակցություն եւ այդ հարցը կփակվի։ Միլիոնավոր օրինակներ կան դրան, երբ Հայաստան խմբակցությունից թուղթը ուղղակի տեխնիկապես տեղափոխվել է մեզ մոտ եւ վայրկյանների ընթացքում այդ ստորագրությունները հավաքվել են։ Ինչով էր պայմանավորված այս արհեստական խոչընդոտը, թույլ տվեք ես եզրակացություններ չանեմ, որտեղ ամեն ինչ եղել է բաց, այս 4-5 ամիսների ընթացքում հասարակությունը եւ հետաքրքրված քաղաքացիները կարող էին իրենց եզրահանգումները անել եւ որևէ մեկը չի ասել, որ մենք հենց այս 34-ը ունենանք, գիտեք, այնտեղ մի 34 էլ սպասում է։ Մենք ասել ենք եկեք մեզ համար անհրաժեշտ նվազագույնը անենք եւ միասին լծվենք այդ աշխատանքի։ Այդ աշխատանքը հիմա միասին է իրականացվում, թե ոչ, դա էլ եմ թողնում ձեր եւ մեր հանրության գնահատմանը։ Հանրության եւ մեր տպավորությունը, ներողություն այն է, որ Հայաստան դաշինքը պարզապես այդ ստորագրությունները տվել է եւ ձեռքերը լվացրել է, այդպես է։ Եթե դա այդպես է, ես դա թողում եմ իրենց խղճին, որովհետեւ ցանկացած գործողություն, որի նախաձեռնողը հենց իրենց պնդմամբ եղել է Հայաստան դաշինքը կամ Հայաստան դաշինքի ինչ-որ մի մաս, մենք դրան ոչ թե հետևել ենք որպես դիտորդներ կամ գնահատողներ, այլ մասնակցել ենք, ընդ որում մեր վրա կրելով նաև այդ մասնակցության հալածանքները, բռնաճնշումները եւ երբեք չենք կանգնել գնահատողի դերում հանդես եկել։ Եթե դա հիմա իրենց դիրքորոշումն է եւ դիրքորոշումը այդպիսին է, ուրեմն դա թող մնա իրենց խղճի վրա։ Ինչ վերաբերում է անվստահության գործընթացին, Նիկոլը անդադար իր հուսապարկերով փորձում էր ծաղրել, թե այդ ինչ եք բերել, ձեզ ինչ որ քաղաքական դաշտ եք վերադարձում եւ այլն։ Այն դեպքում, երբ որ Հանրապետական կուսակցություն, երբ որ 2018-ին ընդդիմադիր քաղաքական դիրքավորում ուներ, բոլորը չգիտեին ոնց բարևեին Նիկոլ Փաշինյանին, որ նախարարի կամ չգիտեմ մեկ այլ հնարավոր գերատեսչության, այո, պաշտոն ստանային, հետեւաբար մեզ քաղաքականություն վերադառնալը հաստատ այս նախագծով չի եւ այս նախագիծը ամենակոմֆորտ իրավիճակը չի, որը մեզ պիտի հնարավորություն տար գոյակցել կամ գոյատևել Նիկոլի հետ եւ պարոն Համբարձումյանի անարդարացի ապօրինի կալանքը նաեւ դատավճիռը հենց դրա մասին է խոսում։ Ինչ որ չէին խոսում, մեզ չի հետաքրքրում, մենք միասնական ենք, մեկ էլ հենց առիթը եղավ ինչ որ մեկին SMS գրելու, այդ SMS-ը այնպես տեղ հասավ, որ Հայաստանի նախորդ 30-35 տարիների ընթացքում, այս իրավական պատմության տարիների ընթացքում երբևէ այդ հանցակազմով նման պատիժ չի նշանակվել, բայց հենց Նիկոլի արդարադատությունը որոշեց, որ այդ պատիժը պետք է լինի։ Ես կարծում սա նաև լավագույն ցուցիչներից մեկն է նրա, թե ինչպիսի վերաբերմունք ունեն իրենք մարդկանց նկատմամբ, իրական պայքարողների նկատմամբ, ովքեր որևէ կոմպրոմիսի չեն գնում։ Իրենց միասնականության մասով որևէ մեկը չի ասում, որ դա հեշտ է լինելու, ես էլ բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ իրենք միայն հակազդեցության արդյունքում են պոկվելու այդ իրենց լափամանից, բանդայից,
ու նաև իրենց հանցագործությունների բացահայտման վախի տակ են գալու այս կողմ, բայց վերջերս ազգային ժողովում մի դրվագ եղավ, որը հնարավորություն տվեց տեսնելու նաև, թե ինչպիսին են իրենք իրականում զուրկ որևէ միասնականությունից, զուրկ որևէ աշխատանքային նույնիսկ տրամաբանությունից, բյուջեին չէ քննարկում, այլ բանա, որ այդ բյուջեն Նիկոլի ծախսած ծածկույթն էր միայն ապահովելու, մի քանի էլ հանրապետական կուսակցության տարբեր կառավարություններից վերցրած ծրագրերն էր, ինքը որպես իրեն ներկայացում այդ հիպոթեկային վարկավորումը մի կողմից, սուբվենցիաներն ու դոտացիաները համայնքներին տրվող, որը տենց բացառիկ իր մեն իշխանություններ որպես ներկայացնում, բայց դրանք 16, 15, 17 թվականներին հանրապետական իշխանության եւ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունների տրամաբանության մեջ են գործի դրվել։ Իրենք նույնիսկ չեկան քվորում ապահովելու, չէ՞։ Նիկոլը նստած էր եւ իրենք քվորում չէին ապահովում։ Բավականին զայրացել էր Փաշինյանը։ Իր զայրույթի ինձ համար այնքան մեկա, որ չեք պատկերացնի, բայց էությունը կայանում է նրանում, որ իրենք ոչ աշխատել են ուզում, ոչ աշխատանքային ինչ-որ պարտականությունների մեջ են։ Այդ մարդկանց կապում են ինչ-որ հանցավոր կապեր, այդ մարդկանց կապում է երբևէ չունեցած եւ հիմա բացարձակ լավարկված իրենց կյանքը։ Բայց տեսեք, ներողություն Ալեն Սիմոնյանը հենց ընդդիմությանն է մեղադրում չաշխատելու մեջ, հիշում եք, վերջերս ասում էր, ինչի եք պրեմիաներ վերցնում ինձանից, գործուղումների եք գալիս կամ չեք գալիս, աշխատավարձ եք ստանում։ Ուրեմն Ալեն Սիմոնյանը թող դա ասի նրանց, ովքեր վերցնում են այդ պրեմիաները, մենք բազմաթիվ անգամներ խմբակցությունով հայտարարություն ենք տարածել, հնարավորություն ունեցել ենք նաև բացահայտ ապացուցում ենք, որ այդ պարգևավճարները մեր падգամավորներից որևէ մեկը չի վերցնում։ Ինչ վերաբերվում է այդ աղդամցու կարծիքին, ինքին մեր աշխատանքը գնահատելուն, այդ մարդը այդ բանդայի անդամներից մեկն է։ Քաղաքացու վրա թքող, իր արժե համակարգով սուտ մատնություններ գրող, դες թվում է ինձ հետաքրքիր է սա ինչով է զբաղվում։ Իմ համար մենակ մի բանն է իր գոյության եւ գոյակցության մեջ դեռևս խնդրահարույց, թե ինքը երբ է որոշել վերջնականապես իր անձի վրա խաչ քաշել։ Այն ժամանակ, երբ որ Նիկոլը իր հատուկ հանձնարարություններ կատարողին հանձնարարում է Ալենին բնութագրել եւ բնորոշել, այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է Ալենի հարսին բանտախուց ուղարկել, թե այն ժամանակ, երբ որ իր ծնողը հայհոյում է Հայաստանի քաղաքացիներին, վերջում էլ դա ձևակերպում են որպես հաղթանակի եւ հաղթական ժեստ, որ քրեական եւ քրեաիրավական հետևանքների չենթարկվի։ Տիկին Մկրտչյան, տեսեք, 7 տարի շարունակ ընդդիմությունը խոսում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին։ Կոնկրետ արդյունքներ չկան, դա ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանն այս պահին էլ Հայաստանի վարչապետն է, բայց ուշագրավն այն է, որ երբեմն Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին խոսում են այն մարդիկ, ովքեր նույն այդ տարիներին Նիկոլ Փաշինյանի ձեռքն էին սեղմում, ինչպես դուք եք նշում, հերթ էին կանգնում, որպեսզի լուսանկարվեին, այդ ժամանակ հիշում եք հայտնի էր բավականին Փաշինյանի հետ սելֆի անելը, եւ հիմա ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացնելու կոնսենսուս միայն հայտարարություններով է գործնականում, դա չկա, ինչն է խանգարում, ինչ պայմանավորվածություններ ըստ ձեզ կան ստվերային, որոնք գուցե հանրության համար տեսանելի են կամ քիչ տեսանելի են։ Դուք ասացիք 7 տարի ընդդիմությունը պայքարում է, ես այդ ձևակերպման հետ չեմ համաձայնի, որովհետև այն ինչ տեղի է ունեցել այս 7 տարիների ընթացքում, մեզ թույլ է տալիս շատ կոնկրետ ասել։ 7 տարի միայն հանրապետականն է պայքարում։ Մնացած ընդդիմադիր քաղաքական միավորները, քաղաքական անձինք եւ դերակատարները հասարակական կոնկրետ այլ ժամանակահատվածներ ունեն, եթե ցանկություն կա, մենք կարող ենք անհատապես եւ առանձին դա քննարկել, բայց ասել, որ ընդդիմությունը այսօրվա իր տեսակարար կշիռով 7 տարի պայքարում է Նիկոլի դեմ, դա կներեք, բայց սուտ է։ Պարզ սուտ, որովհետև այն ժամանակ, երբ որ հանրապետականը պայքարում էր, դուք իրավացիորեն նշեցիք այն բոլոր պաշտոնները, որոնց մեջ հետաքրքրված եւ շահագրգռված մարդիկ փորձում էին Նիկոլի մոտ մեկը Մարիոթում հանդիպում կազմակերպեր, մեկը, չգիտեմ էլ որտեղ հանդիպում կազմակերպեր, կներեք այս բառի համար չերեզներով գնար ասեր, որ մի հատ էս իմ նամակը կարդա, տես ինչ ձոն եմ քեզ ձոնել 2018 թվականի ապրիլի 23-ին կամ դրանից առաջ։ Հետևաբար 7 տարվա պայքարը միայն հանրապետականի պայքարն է, մաքարումների չհասկացվածության միջով, անտանելի անհանդուրժողականության եւ ատելության խոսքի սփռումով այդ բոլոր փուլերը մենք անցել ենք։ Հիմա եկել հասել ենք այն փուլին, որ դուք շատ ճիշտ նշեցիք, մարդիկ, ովքեր Նիկոլի հետ
առանցքային պաշտոններ են զբաղեցրել, ցանկություն ունեն մոռանալու իրենց կյանքի հետ դրվագները եւ գալու պայքարի, բայց կարծում եմ Հանրապետականի նախկին սրտի դատախազ Արտուր Դավթյանը։ Ինքը Հանրապետականի սրտի դատախազը չեմ կարծում, որ եղել է, բայց այն, որ ինքը եղել է մեր ժամանակ, այո, Հանրապետության դատախազը եւ իրեն դրսեւորել է մարդկային եւ մասնագիտական ամենացածր որակներով, ուրանալով իր արժանապատվությունը եւ մարդկային եւ մասնագիտական, դա փաստ է, ել չեմ ասում, որ պետության վերականգնումից հետո հələ պետք է քննարկվի թե այդ մարդը, որը որ համարում էր Նիկոլը 2018 թվականի ապրիլին գործել է հանցագործություն, որի համար պիտի անձեռնմխելիությունից զրկվեր, հետագայում ենթարկվեր իրավական պատասխանատվության, այդ կես ժամվա մեջ ինչ եղավ։ Այդ քրեական օրենսգիրքը նորից ընթերցեց, թե ինչ որ տեղից զանգեր ստացավ եւ այդ զանգի իրավականությունը, այդ զանգի խոսում էր, չէ, վերջերս ասում էր ես իրավական ոչ մեկից զանգ չեմ ստացել երբևէ եւ միշտ իրավական process-ներով եմ առաջնորդվել, իրավական process լիներ, սիրով Նիկոլին կկալանավորեի։ Բայց եկել էր կալանավորել, դահլիճից ինչի փախար ազգային ժողովի։ Ով քեզ փախցրեց։ Ով քեզ ինչ խոստացավ։ Ես կարծում եմ, այս հարցերն էլ քննարկման առարկա պիտի դառնան, բայց այստեղ գիտեք առանցքային ով փախցրեց ճակերտներին։ Ես կարծում եմ ինքը ուղղակի որոշեց դավաճանել այն մասնագիտական համակարգը, որում ինքը կայացել է եւ որը իրեն բերել հասցրել էր գլխավոր դատախազի պաշտոնին եւ Նիկոլի հետ համաձայնությամբ շարունակեց իր գլխավոր դատախազության աշխատանքը արդեն քրեական գործեր կարելով, քաղաքական հետապնդումներ սարքելով մարդկանց վրա, ովքեր պիտի 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուրս գային փողոց այս դավաճանի հեռացումը պահանջելու եւ Արտուր Դավթյանն է նաեւ այն անձանցից մեկը, ում պատճառով նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլը հնարավորություն ունեցավ լրացուցիչ տարածքներ հանձնել բանավոր պայմանավորվածություններով, ինչպես ինքն էր պնդում, կարողացավ 2021 թվականի ընտրություններ կեղծել, կարողացավ հետո շարունակեց իր գոյությունը մինչեւ հիմա արդեն Հայաստանի կապիտուլյացիայի նախաստորագրում օգոստոսի 8։ Եվ գիտեք խնդիրը այստեղ որն է, ինքը մնացած բոլորին կարող ենք քննարկել, ես սահմանափակումներ չեմ տեսնում, բայց ինձ համար խնդիրը հետևյալն է, մարդիկ փորձում են իրենց արած այն ամենավատթարագույն վարքագիծը ներկայացնել որպես դե ժամանակահատված էր, այն ժամանակահատվածի համար այդ վարքագիծներ կիրառել է։ Այ հիմա ես կարող եմ գալ կանգնել ընդդիմության շարքերում հանրահավաքին եւ ձևացնել, որ ես իրավաբան մասնագետ եմ պրոֆեսիոնալի դեմքով կանգնած, ինչ որ բան քարոզ կարդա իրավափիլիսոփայական։ Մարդ, որը որ չի խոստովանել, որ այն գործունեությունը, որ իրականացրել է 2018 թվականից մինչև իր պաշտոնավարման վերջին օրը, միտված ա եղել Նիկոլի քաղաքական հրահանգները կատարելուն եւ իշխանազավթ դավաճանին իշխանության պահելուն, այսօր եկել ասում դե գիտեք ինչ, բան արեք, ջնջեք այս ամեն ինչը, կներեք բարիս համար, թազուց բաժանեք, մի հատ հասկանանք, տեսնենք ինչ ա լինում։ Տենց չի լինում։ Եկեք խոստովանեք, ասեք, որ ժամանակահատվածը ձեզնից ինչ որ տենց ահասարսուր խոստովանություններ չենք ուզում, որտեվ ձեր մարդկային որակը տեսել ենք, այդ վախի մթնոլորտը գիտենք, որ Նիկոլից մինչև հիմա սարսափում եք եւ մտածում եք ինչ այլընտրանքային թիրախ գտնեք դրա դեմ պայքարեք, օրինակ հանրապետականի կամ չգիտեմ իրավական համակարգի թերություններից սկսեք խոսել, միայն թե տենց ուղիղ Նիկոլին չհարվածեք, որտեվ վարքյանների ընթացքում գնալու եք նստեք այն իր ասած KGB-ի պատվալը։ Ինչ են հանրապետականի շարունակում մեղադրել Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու, տեսնում ենք եւ ինչ որ նաեւ անձի երբ որ կալանավորում են, ասում են, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան պայմանավորվածություն է, ընդհանուր նաեւ ձեր թեմակիցներին անգամ կալանավորելուց ես ներողություն եմ խնդրում, բայց ասում են Սերժ Սարգսյանը փուրը տվեց։ Սա ինչով եք պայմանավորում, ում է ձեռնտու այս խոսույթը, ում է ձեռնտու այս ամենը այսպես ներկայացնել։ Դե գողը սովորաբար ամենաբարձրն է, չէ, գողում բռնեք գողին։ Հիմա այդ տրամաբանության մեջ անդադար այդ հարցը տալիս են Նիկոլին բերողները, հարցը տալիս են հասարակության մեջ, sense հրապարակային գցում են, ով բերեց Նիկոլին, ով է պահում Նիկոլին, որ հասկանան տեսել։ Մարդիկ հիշում են, որ իրենք են բերել։ Մարդիկ ֆիքսել են, որ իրենք այդ հրապարակում էին։ Մարդիկ ֆիքսել են, որ իրենք բաց նամակներ էին գրում Նիկոլին։ Մարդիկ ֆիքսել են, որ իրենց քաղաքական ուժերը այնպիսի բաց նամակներ ու ողջույնի խոսքեր էին ասում Նիկոլին ու րոպե առաջ հորդորում էին Սերժ Սարգսյանին հեռանալ։ Մարդիկ ֆիքսել են, որ Սեյրան Օհանյանը, ես հիշում եմ այդ բաց նամակը։ Դե ես այլ բաց նամակներ եմ հիշում, բայց այդ նույն տրամաբանության մեջ է, այո, եւ եթե կա հնարավորություն իրենցից շեղելու օրակարգը, ապա ինչի՞ չշեղել։ Դուք պատկերացնում եք, իրենք
ֆիքսված լինելով Նիկոլին բերողներ դառնում են Արցախի հանձնման, դավաճանության, իշխանազավթման, դատական համակարգի տոտալ վերացման մասնակից ուղղակի։ Մարդիկ կան իրենց Facebook-յան էջերը նենց են մաքրել Նիկոլի հետ ցանկացած հանդիպումից, այդ իրանց նկարներից, Նիկոլի ծնունդը նշելուց, կհիշեք 2018-ին, հետո 100 օրը իրան նշելուց, այնպիսի տպավորություն, որ ջնջել են իրենց կյանքի այդ հատվածը։ Լավ եք արել, ձեր իրավունքն է ջնջել եք այդ կյանքի այդ հատվածը, բայց ինչ եք սուտ մատնությամբ զբաղվում ուրիշ մարդկանց նկատմամբ։ Մարդկանց ում դագաղների վրա դուք պար եք եկել։ Երբ որ այդ հեղափոխության կոմիտե կոչվածը այդ դագաղների շոուն էր կազմակերպում, երբ որ քաղաքական գործիչների, հանրապետականների, կին պատգամավորների հեռախոսահամարներ էր հրապարակում, առաջին էիք վերցնում զանգում այդ մարդկանց ահաբեկում, իրենց երեխաների հետևից դպրոցներ գնում։ Այդ ինչ իրավունքով, այդ ինչ բարոյական իրավունքով եք դուք դրանով զբաղվում։ Ես նորից եմ կրկնում, Նիկոլի դեմ պայքարելու վախը, վախկոտությունը բերում է նրան, որ իրենց համար ընտրել են այլընտրանքային թիրախ, որոշների մոտ էլ այդ թիրախի ընտրությունը շատ տրամաբանական է։ 2018 թվին իրենք կներեք բառիս համար թքած են ունեցել երկրի ու պետության վրա, ճակատագրի վրա, այն իրականության վրա, որ սահմանին ինչ կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանում տիրի քաոս եւ անարխիա, իրենց համար գերխնդիրը հանրապետականին թաղելն էր Նիկոլի բերած դագաղների մեջ, չի ստացվել, մարդիկ 7 տարի անց շարունակում են զբաղվել այդ գործով։ Իրենց խղճին։ Տեսեք, դեռ ընտրություններին, հերթական ընտրություններին խորհրդարանական ժամանակ կա, բայց որոշակի վերլուծություններ են արվում, օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանն էր վերլուծություն արել, ասում էր, որ հաջորդ խորհրդարանում կլինի իր ղեկավարած դաշինքը, Հայաստան դաշինքի մասին է խոսքը, կլինի մեր ձևով շարժումը, որը դեռևս անգամ քաղաքական հայտ չի ներկայացրել եւ լինելու է քաղաքացիական պայմանագիր, այսինքն ըստ Ռոբերտ Քոչարյանի դուք այլևս խորհրդարանում չեք լինելու։ Ռոբերտ Քոչարյանի համար գերխնդիրը խորհրդարանում մանդատ ունենալն է։ Ես այնքան կհիասթափվեմ, եթե իմանամ, որ Հայաստանի երկրորդ նախագահի գերխնդիրը մի քանի հոգու մանդատ տալն է եւ ազգային ժողովում աթոռ տալն է Նիկոլի իշխանության պարագայում։ Եթե այդպես է, ես ձեզ վստահեցնում եմ, որ ընդդիմության վիճակը շատ ավելի ողբալի է, փաստորեն, քան ես եմ պատկերացնում։ Դուք ասցիք վերլուծում են 2026 թվականի հնարավոր արդյունքները, իսկ օրինակ Ռոբերտ Քոչարյանը վերլուծել է 2021 թվականի արդյունքները։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը ընթերցել է Հայաստան դաշինքի հիմնավոր մի քանի տասնյակ էջից բաղկացած բողոքը սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները կեղծելու մասին։ Ռոբերտ Քոչարյանը հավանական համարում էր 2021 թվականից հետո փողոցային պայքարը հետընտրական եւ օրինակ ասելու նրա փոխարեն, որ ասի ժողովուրդն է գնացել Նիկոլին ընտրել, ինչը այդպես չի, ակնհայտորեն այդպես չի, օրինակ հետընտրական process-ներով փորձեր պաշտպանել են քաղաքացիների քվեն, ովքեր Նիկոլի դեմ են եւ այն հասարակությունը փորձել առողջացնել, որտեղ ամեն 4-րդը համարում է, որ Նիկոլը դավաճան է։ Այ մենք այս վերլուծությամբ զբաղվել ենք։ Եթե մենք համարում ենք, որ Նիկոլը այնպիսի միջավայր է ստեղծելու 26-ին, որը հնարավորություն է տալու ընտրական process-ի գնալ, այսինքն ինքը կազմակերպելու է մրցակցային, արդար, հանգիստ մթնոլորտում ընտրություններ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի պատկերացնում, թե ում հետ գործ ունի, կամ լավ էլ պատկերացնում է, ուղղակի կեղծում է։ Այս ընտրությունը, այս երկու տարբերակների ընտրությունը ես թողնեմ իրեն կամ իր թիմակիցներին։ Տիկին Մկրտչյան, հանրությունը ավելի շատ Նիկոլ Փաշինյանին է սիրում, թե ատում է նախկիններին, որովհետև ընտրությունները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ կա աստվածազանգված, որը Նիկոլ Փաշինյանին ընտրում է, այդ թվում եւ իր քաղաքական թիմին վաղաշաբաթի վերջին ընտրությունները թերևս նաև կարելի է փաստել այդ մասին։ Դա կեղծ թեզ է։ Նման որևէ փաստարկ գոյություն չունի եւ հենց վաղաշաբաթի օրինակով էլ այդ փաստարկը հիմա մենք կքննարկենք։ Հայ հասարակությունը չի ատում նախկիններին։ Դա թեզ է եղել 2018 թվականին, որոնք Նիկոլի տերերը գցել են շրջանառության մեջ այն փողոցային զանգվածը եւ մեր հասարակության որոշ հատվածին փողոց հանելու համար տրամաբանական բացատրություն գտնելու, որ քողարկեն, որ իրենց զանգերով, իրենց գրանտերով, իրենց կազմակերպությունները այդ օրը փակելով եւ մարդկանց ասելով, որ այսօր ձեր գործի տեղը հանրապետության հրապարակն է եւ ոչ թե ձեր աշխատավայրի հասցեն, փորձել են, չէ՞ որ տրամաբանական բացատրություն
պատասխանատվություն գտնեն, հո չէին ասելու, որ արտաքին միջամտությունն է, մենք ձեր երկրի ներքին գործերին ենք միջամտում, այս էլ մեր կազմակերպությունների եւ ազդեցության գոտիների բաժանված հասարակությունն է։ Այդպես իհարկե չէին ասելու, բայց ցավալի է, որ այդ ամեն ինչը ոչ միայն ինչու այսքան տարածվեց եւ նաեւ դուք եք այդ հարցը ինձ հիմա տալիս, որովհետեւ այդ թեզը փորձեցին օգտագործել նաեւ մարդիկ, ովքեր ըստ էության 2018 թվականի տեղի ունեցողը փորձում էին օգտագործել Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի դեմ։ Մինչև հիմա մարդիկ կան Նիկոլի ասած նախկիններից, որ փորձում են հիմնավորել, թե այդ նախկին ասածը վերաբերում է միայն Սերժ Սարգսյանին կամ Հանրապետականին։ Նախ սկսենք նրանից, որ մենք դրանից չենք նեղվում, որովհետև նախկինը եւ անցյալը հաղթանակի, հպարտության, արժանապատվության եւ 42000 քառակուսի կիլոմետրից ավելի մեր հայրենիքի մասին էր, ով իրեն փորձում է դուրս դնել սրանից, իր խնդիրն է։ Բայց այն, որ դա Նիկոլ Փաշինյանի ստեղծած թեզերից մեկն է, իր տերերի գեներացրած թեզերից մեկն է, որպեսզի ատելության եւ սև ու սպիտակի տրամաբանության մեջ մեր հասարակությանը հասցնեն այսօրին, սա ակնհայտ է։ Իսկ ինչ ցույց տվեց վաղար շաբաթը։ Վաղար շաբաթը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում ընտրության գնալ։ Ինքը կյանքի եւ մահու կռիվ է տալիս բոլորի եւ յուրաքանչյուրի դեմ։ Եվ հիմա այդպես որ գրում են ջախջախեցին, այո, ջախջախեցին։ Ջախջախեցին Հայաստանը, ջախջախեցին հայ ժողովրդին։ Իրենք ամենափոքրիկ գյուղաքաղաքից մինչև Հայաստանի կենտրոնական քաղաքներ եւ ընդհանուր առմամբ համապետական ընտրություններ պատրաստ են վերածելու կյանքի եւ մահու պայքարի։ Այդպես են արել նաեւ 18 թվին։ Այլ բան է, որ 18 թվականին միայն դիմացը հանրապետականն էր։ Բոլորին ձեռ էր տալիս։ 21 թվականին արդեն ավելի քիչ մարդու էր ձեռք տարի։ 26-ին միգուցե ավելի քիչ մարդու քաղաքական ուժերի նկատի ունեմ ձեռք տա այդ իրականությունը, բայց թեման հետեւյալն է։ Քանի դեռ մենք Նիկոլի տրամաբանության մեջ փորձում ենք մեզնից մեկուսացնել մարդկանց, ում Նիկոլը չի սիրում, բայց եկեք ֆիքսենք, հա Նիկոլը ում չի սիրում, հաղթանակ բերած մարդկանց, պետականության կերտման մեջ դերակատարություն ունեցած մարդկանց, Հայաստանի սահմանադրական կարգը պահած մարդկանց եւ վերջի վերջո մեր պետականությունը կայացրած եւ Արցախը ազատագրած մարդկանց։ Հա Նիկոլը ասելով մեկուսացրեք այս մարդկանց, մնան ինքը իր Ալենը, ասֆալտի տենդեր բաժանող Սուրեն Պապիկյանը, մենք էս ենք ուզում։ Իսկ մենք ինչ ենք ուզում եւ ինչ է ուզում Հանրապետականը եզրափակելով։ Հանրապետական կուսակցությունը ուզում է Նիկոլ Փաշինյանի վռնդումը, որովհետեւ հիանալի հասկանում է, որ սրա ամեն մի օրը մեր պետականության կորստի մասին է, սրա ամեն մի օրը Թուրքիա եւ Ադրբեջանի դիրքերի ամրապնդումն է հենց Երևանի կենտրոնում։ Մեզ ուրիշ ոչինչ պետք չի։ Մենք պատրաստ ենք պատասխանատվության մեր բաժնով, մասնակցության մեր բաժնով, որքան էլ դա ծանր լինի, հասնել սրա հեռացմանը։ Ես մեծ հույս ունեմ, որ մեզ միայնակ չեն թողի, որտեղ մենք նախորդող 7 տարիների ընթացքում որևէ մեկին միայնակ չենք թողել։ Մյուսները դեռ պատրաստվում են ընտրության։ Իրենց խղճին թող մնա դա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ես զրուցում եմ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ, առողջ եղեք, կհանդիպենք։